Նոր տարվա գիշերը, երբ ես նստեցի տոնական սեղանի շուրջ, իմ որդին Հայկը ասաց ինձ. «Քեզ ոչ ոք չի կանչել այստեղ»։ Եվ նրա կինը Լուսինեն լուր գլխով արեց։ Եվ այդ ամենը այն ժամանակ, երբ նրանք ապրում էին իմ տանը։ Առանց ավելորդ խոսքերի ես հանգիստ ասացի. «Մինչև առավոտ դուք այստեղ չպետք է լինեք»։ Հաջորդ առավոտյան եկավ ոստիկանությունը։ Պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Ընկերներ, գրեք թե որ քաղաքից եք եւ քանի տարեկան եք։ Շատ հետաքրքիր է, թե ովքեր են մեզ դիտում։ Հաճելի լսումներ։ Մուտքի դուռը փակվեց իմ թիկունքում։ Ես դեռ չէի հասցրել հանել վերարկուն, երբ Հայկի, իմ որդու ձայնը ծակեց լռությունը, խախտելով նոր տարվա Գիրքլանդի հարմարավետ լույսը։ Վերջապես եկար, մտածեցի։ Գրքին գրադարանում կորել ես։ Ամեն ինչ, գրքերդ ես շրջում։ Նա փրվել էր իմ կաշվե բազկաթորին, կարծես դա իր սեփականությունն է։ Հեռախոսի էկրանը արտացոլում էր տոնածառի գունավոր լույսերը, իսկ նրա մատը անհանգիստ սահում էր էկրանին։ Նույնիսկ գլուխը չբարձրացրեց։ 8 ամիս նույնն է։ Տուն եմ գալիս, նա նստած է իմ տեղում, իմ բազկաթորին, իմ լռության մեջ։ Ես գուշորեն կախեցին վերարկուն պահարանում։ Դրանից կաթում էր հալած ձյունը։ Ուշացել էի։ Գալինան գրադարանում խնդրեց օգնել։ Տոներից առաջ մարդ շատ էր։ Շտապեցի, որ հասնեմ նոր տարվա նախօրե իմ տուն, քանի որ դա մեր ընտանիքան երեկոն էր։ «Բարև ձեզ», ասացի ես, մտնելով սենյակ եւ ուղղելով սվիտերը։ Ինչպես է գործերը վաղվա հետ կապված։ Լուսինեն հայտնվեց խոհանացի դռանը սրբիչով ձեռքին եւ դիտմամբ կանգնած էր ինձ թիկունքով։ Բաց գույնի մազերը կապված էին ամուր պոչիկի մեջ, որից նա թվում էր 10 տարով երիտասարդ իր 32 տարեկանից, ճիշտ ինչպես ուսանողուհի, որին ժամանակին սիրում էր Հայկը, ոչ թե կին, որը գարնանից ապրում է ինձ մոտ ամեն ինչ պատրաստի։ Վաղը ինքներս կհասցինենք, նետեց Հայկը նույն տոնով, որ լսում էի ամբողջ ժամանակ։ Կարծես ես ավելորդ եմ։ Մեզ քո օգնությունը պետք չէ։ Տոնածառը ես ինքս էի զարդարել 3 շաբաթ առաջ։ Զարդերը դարակի երկայնքով, խաղալիքները հավաքածուից, որոնք անահայտը հավաքում էր տարեց տարի։ Գուլպաները բուխարիի վրա, ամեն ինչ իր տեղում, ամեն ինչ բացի ընտանիքից, ամեն ինչ վերահսկողության տակ, ավելացրեց Լուսինեն, այդպես էլ չշրջվելով, ձայնը սառույցի պես։ Ես մոտեցա, ուղեցի խաղալիքը տոնածառի վրա, որ կախված էր թեք, արծաթե զանգակը հանգիստ ծրնգաց։ Վաղը սմբատյանները գալու են հյուրասիրության, շարունակեց Հայկը, վերջապես կտրելով հայացքը էկրանից։ Մարինեն կբերի իր կարտոֆիլի աղցանը։ Խոսքերը հարվածեցին ինչպես սառը ջրի դույլ։ Սմբատյանները վաղը։ Իսկ ես չգիտեի, որ հյուրեր են ունենալու, ասացի ես հանգիստ։ Հայկը բարձրացրեց հոնքերը, կարծես զարմացած։ Միթե չենք ասել, ահա ճիշտ է։ Այո, Արամն ու Մարինեն կգան, եւ Աննան հարևան մուտքից, եւ Աշոթը աշխատանքից, ընդհանուր առմամբ մի քանի հոգի։ Իմ մատները անկամորեն սեղմվեցին խաղալիքի վրա։ Մի քանի հոգի իմ տանը, իմ սեղանի շուրջ, իմ ամանեղենից, գինին իմ փողերով։ Երբ է որոշվել այդ ամենը։ Անցած շաբաթ կարծեմ, նա ուսերը թոթվեց։ Լուսիկը հրավիրել է, դու հավանաբար ինչպես միշտ գրադարանում էիր։ Իհարկե գրադարանում, ես գնում եմ ամեն 3 շաբթի եւ 5 շաբթի, արդեն 3-րդ տարին թոշակի անցնելուց հետո։ Նրանք գիտեն դա։ Նրանք հատուկ ամեն ինչ պլանավորել են, որ ես չխանգարեմ։ Տոնածառի լույսերը աչքերիս առաջ մշուշվեցին, կարմիր, կանաչ, ոսկեգույն։ Գույները, որոնք սովորաբար տունը լցնում էին ջերմությամբ, իսկ հիմա թվում էին օտար բնակարանի դեկորացիա։ Քանի հոգի կլինի, հարցրի ես։ 6, գուցե 7, ասաց Լուսինեն, այդպես էլ չշրջվելով։ Իսկ սառնարանում շաբաթվա ընթացքում հայտնվել էր այն, ինչ ես ինձ թույլ չեմ տալիս՝ գինի 5000 դրամով շիշը։ Հնդկահավ հսկայական, 2 անգամ ավելի թանկ, քան ես սովորաբար գնում եմ։ Հայկը ձգվել էր իմ բազկաթորին, ոտքերը դրել սեղանիկի վրա, որ ես գարնանը ինքս էի մշակել, հղկել, լաքապատել։ Հիմա դրա վրա բաժակների հետքեր, քանի որ տակդիրները նրան ծուլություն է դնել։ Մի նյարդայնացիր, պապ, ասաց նա չնայելով։ Մենք ամեն ինչ մեր վրա ենք վերցրել, պապ։ Ես 65 տարեկան եմ։ Թոշակի վրա։ Այո, բայց ոչ բանջարեղեն։ Այս տունը դեռ իմն է, թե ոչ։ Ես մոտեցա տոնածառին եւ ուղեցի եւս մեկ խաղալիք, փայտե հրեշտակին, որին Անահիտը ինքն էր նկարել։ Տեսնում եմ խոզանակը դողում էր նրա ձեռքում, բայց ձեռքը վստահ էր։ Նա կարողանում էր պարզից համարավետություն ստեղծել։ Անահիտը հիմա կժպտար եւ կասեր, որ ամեն ինչ լավ է։ Կընդուներ հյուրերին ջերմությամբ, ինչպես միշտ։ Բայց Անահիտը չկա։ Արդեն 4-րդ նոր տարին առանց նրա։ Իսկ ես նա չեմ։ Լավ, ասացի ես հանգիստ, հապա չեմ խանգարի։ Ահա եւ ճիշտ է, ասաց Հայկը, կրկին նայելով հեռախոսին։ Մեզ դեռ շատ անելիք կա։ Ես կանգնեցի, նայում էի, թե ինչպես է իմ որդին անտեսում ինձ, թե ինչպես է նրա կինը վստահ իմ խոհանոցում, թե ինչպես է բուխարիի կրակը արտացոլվում ապակու մեջ։
որի հետևում անցել են իմ լավագույն երեկոները գրքով ձեռքիս։ Ամեն ինչ իմը, բայց կարծես օտար։ Աստիճանները ճռճռացին իմ ոտքերի տակ, երբ բարձրացա։ Յուրաքանչյուր քայլը կարծես հեռացնում էր ինձ իմ իսկ կյանքից, ներքևում տեղի ունեցողից։ Թիկունքից լսվում էր Լուսինեի ձայնը։ Բարերը չհասկացա, բայց կարծես սփռոցների և հյուրերի տեղավորման մասին։ Ձեռքս դրվեց ճաղաշարին, նույնը, որ Անահիտը սրբում էր ամեն շաբաթ 23 տարի շարունակ։ Ննջարանի դուռը փակվեց փափուկ կտկոցով։ Ես մի քիչ կանգնեցի, լսելով ներքևի խուլ ձայները։ Հանեցի կոշիկներս, դրեցի մահճակալի մոտ, նստեցի պատուհանի բազկաթոռին։ Ձյունը ապակու հետևում շարունակում էր ընկնել հանգիստ, առանց շտապելու։ Յուրաքանչյուր փաթիլ բռնում էր փողոցի լույսը, նախքան մթության մեջ անհետանալը։ Փողոցի այն կողմում Պետրոսյանների տունը ամբողջովին փայլում էր գիրքլենտներով, շրջանակելով պատուհանները և դռները, իսկ նրանց այգում կանգնած էր փչովի ձմեռպապը, ծույլ ձեռքով թափահարելով։ Ես բացեցի գրասեղանի դարակը։ Փայտի ճռճռոցը ծանոթ, հարազատ։ Թղթերի տակ ալբոմներ լուսանկարներով։ Անահիտը սիրում էր ամեն ինչ դասավորել տարիներով, ստորագրել։ Դրանում էր նրա հանգիստը։ Առաջին ալբոմը բացվեց մեր հարսանիքի օրը։ Անահիտը ժանյակավոր զգեստով, փայլող։ Չնայած գրանցվել էինք սովորական ԶԱԳՍ-ում։ Փող չկար այն ժամանակ։ Ես կողքին կոստյումով, բայց երջանիկ։ Հաջորդ էջը Հայկը 6-ամսական։ Ժպտերես, ձգվում է դեպի օբյեկտիվը։ Հետո առաջին քայլը, առաջին խոսքը, դպրոց։ Լուսանկարներ, որտեղ նա շտաբ է կառուցում վերմակներից հենց այս սենյակում, երբ 8 տարեկան էր։ Ավարտականը մանթիայով և դիպլոմով, ամբողջովին հպարտ։ Հաջորդը 25 տարեկան Հայկը։ Այն ժամանակ աշխատանքի էր ընդունվել կահույքի գործարանում տեղակալ։ Երեկոյան զանգեց. Հայրիկ, ես հասա, առաջ եմ գնում։ Որտեղ է այն տղան, որ աշխատում էր օրական 12 ժամ, խնայում էր մատանի առնելու համար Լուսիկի, երազում էր կյանքի մասին, ոչ թե վերցնում էր ուրիշներից։ 8 ամիս առաջ եկավ ճամփրուկներով։ Հայրիկ, միայն մի քանի շաբաթով։ Ամեն ինչ փլուզվեց, օգնիր։ Նրան կրճատել էին։ Լուսինեի սրահում կրճատել էին հերթափոխները։ Վարկային քարտերը մինուսում։ Վարձը, մեքենան, ռեստորանները։ Ամեն ինչ սովորականը։ Լուսինեն չի եփում։ Հոգնել է։ Ես իհարկե ասացի. մնացեք։ Ընտանիք է, չէ՞։ Բայց օգնությունը կամուրջ է, ոչ մշտական բնակություն։ Ներքևում ինչ-որ բան ընկավ։ Լուսինեի ձայնը կտրուկ հնչեց, գրգռված։ Հայկը պատասխանեց անորոշ, բայց նույն ծանոթ տոնով, ձեռք թափահարեց։ Ես ձեռքս մեկնեցի տետրին, որ միշտ պահում էի դարակում։ Անահիտը ժամանակին կատակում էր իմ վրա, այդ գրառումների պատճառով։ Դու նույնիսկ խանութ գնալը վերածում ես ինժեներական նախագծի, Արմեն։ Քեզ մոտ ամեն ինչ հաշվարկներ են, բայց թվերը չեն ստում։ Ապրիլից, երբ նրանք տեղափոխվեցին, կոմունալները աճել են 37%-ով։ Մթերքները կրկնակի, ջուրը 3 անգամ։ Լուսիկը ժամերով ցնցուղ է ընդունում։ Հայկը ամեն օր գործարկում է աման լվացող մեքենան, նույնիսկ եթե դրա մեջ 2 բաժակ է։ Շաբաթ առաջ նա մոռացել էր խոհանոցում վարկային քարտի հաշիվը։ 150,000, էլեկտրոնիկա 55-ը առևտրի կենտրոնում։ Իսկ ես նստած եմ կուպոնվերով, ամեն ինչ գնում եմ զեղչերով։ Տետրի էջերը լցվել էին թվերով, 8 ամիս ամեն ինչ ներքև։ Իմ թոշակը հալվում էր ինչպես ձյունը պատուհանի հետևում, իսկ 2 չափահաս մարդիկ տանը մոռացել էին, թե ինչ է շնորհակալությունը։ Ալբոմի լուսանկարում ժպտում էր Անահիտը։ Նա միշտ հավատում էր Հայկին, պաշտպանում էր նրան նույնիսկ երբ ես սկսում էի դժգոհել։ Նա պարզապես փնտրում է իրեն Արմեն։ Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, բայց սա արդեն ոչ ճանապարհ է, սա մակաբույծություն։ Հեշտ ճանապարհ ուրիշների զոհողությունների հաշվին։ Ներքևից դուռը փակվեց, Հայկի ձայնը բարձրացավ։ Լուսիկը պատասխանեց ավելի կտրուկ։ Ես փակեցի ալբոմը և դրեցի հետ, Պետրը նույնպես, կողքին ապացույցների կույտով, որ բարությունը վերածվում է թուլության, եթե այն անընդհատ ոտնահարում են։ Որ իմ որդին արդեն ոչ թե հյուր է, այլ անհարգալից գրավիչ, սենյակը հանկարծ թված նեղ, կարծես պատերը ոտեցան։ Իմ անկյունը, իմ լռությունը, դարձել էր ապաստան, ոչ թե տուն։ Իմ ամրոցը վերածվել էր տեղի, որտեղ ես թաքնվում եմ։ Ձյունը պատուհանի հետևում շարունակում էր ընկնել։ Փողոցում հարևանների գիրքլենտները, որտեղ ընտանիքները սպասում էին տոնին, իսկ ես նստած էի հաշվիչով, հաշվելով իմ օղորմածության գինը։ Տունը հանգստացավ երեկոյան,
բայց լռությունը արդեն խաղաղություն չէր։ Այն դարձել էր սպասում, ինչպես փոթորիկից առաջ։ Ես փոխվեցի, ադամներս մաքրեցի։ Ռիտուալները այն էին, ինչ պահում էր ինձ Անահիտի մահից հետո։ Այն ժամանակ ռուտինան փրկում էր դատարկությունից։ Հիմա դարձել էր կապիտուլյացիայի խորհրդանիշ։ Կարծես ես պարզապես հանձնվել եմ, պարկել, բայց քունս չէր գալիս։ Ներքևից դեռ լսվում էին քայլեր, դռների փակվելը, սառնարանի գույլգույլոցը։ Նրանք չէին քնել, պատրաստվում էին իրենց տոնին։ Իրենց տանը? Ոչ, իմ տանը, իմ հաշվին։ Վաղը տանը կլինեն մարդիկ, որոնց ես չեմ կանչել, խոսակցություններ, որոնցում ես չեմ մասնակցում, ընտանիքի ներկայացում, որում ես չկամ, իսկ ես կդառնամ պարզապես ֆոն, ինչպես սանտեխնիկ կամ էլեկտրիկ, որ ամեն ինչ արել է, բայց կադրում չի հայտնվել։ Ձյունը թխկթխկում էր ապակուն, ժամանակը կարծես կանգ էր առել։ Նոր տարին կգա, ինչպես միշտ, անկախ վիրավորանքներից, ուլտիմատումներից եւ օտար սահմաններից։ Առավոտ, խոհանոցում գոլորշի էր ամանեղենից, ջուր էր հոսում։ Ես արթնացա ինքս, առանց արտուցիչի։ 40 տարվա աշխատանքից հետո ներքին ժամացույցը հավերժ կարգավորված է։ Ննջարանի պատուհանից երևում էր ձյունը մաքուր, հարթ շերտով, միայն նապաստակի հետքեր ցանկապատի մոտ։ Իջա ներքևում ջերմ է, երևի վառարանն ու ջեռոցը աշխատում են։ Լուսիկը հեռախոսով ինչ-որ մեկին հրահանգներ է տալիս, աղցանների, ժամի մասին, որ ճիշտ ժամը 7-ին։ Ես կանգ առա խոհանոցի շեմին։ Առաջս ոչ թե տուն էր, այլ խոհարարական շոու։ Լուսինեն պտտվում էր վառարանի շուրջ, մի ձեռքով խոսափողը ականջին, մյուսով ջրում էր հսկայական բադը, եւ միաժամանակ խառնում էր կաթսայում։ Սեղանների վրա բյուրեղյա աղցանամաններ, արծաթե գդալներ, կտորե անձեռոցիկներ, ամեն ինչ պիտակներով։ «Բարի առավոտ», ասացի ես։ «Առավոտ», պատասխանեց նա, նույնիսկ չնայելով։ Սուրճը թարմ է։ Կամարից երևում էր իմ կաղնե սեղանը, որի վրա Անահիտը ժամանակին հացեր էր գրտնակում։ Հիմա այն ծածկված էր փղոսկրի գույնի սփռոցով, որ ես հաստատ չեմ գնել։ 8 սպասք, ամեն ինչ փայլում է։ Իմ ճենապակին, որ պահվում էր տուփում ձեղնահարկում Անահիտի գնալուց հետո։ Ինչ-որ մեկը հանել էր, լվացել, դասավորել առանց թույլտվության, առանց նույնիսկ հիշատակելու։ 8 հապս է, ոչ 6, ինչպես ասել էր Հայկը։ Լուսինե, քանի հոգի եք հրավիրելի վարչո, հարցրի ես։ Հարցրու նրան, պատասխանեց նա, չշրջվելով։ Ես կրկին հաշվեցի, 8 բաժակ, 8 պատարակախ, 8 անձեռոցիկ։ Իսկ կենտրոնում դեկորատիվ կոմպոզիցիա, ճյուղերից, հատապտուղներից եւ ոսկե ժապավենից։ Վստահ եմ, որ այն արժեր ավելի, քան ես ծախսում եմ սննդի վրա շաբաթվա ընթացքում։ Լավ կլիներ իմանալ ճշգրտորեն թիվը, ասացի ես։ Սա նոր տարի է, պարզապես ընկերներ։ Նրա ձայնում թեմայի ավարտ։ Բացեցի սառնարանը, եւս անակնկալներ, 2 շիշ թանգինի, պանրի ափսե, աղցան ծովամթերքով, բանջարեղեն, ամեն ինչ ընտրյալ, կանաչ լոբի, մինի կարտոֆիլ, տնական լորամրգի սոուս, ամեն ինչ բարձր մակարդակի։ Հայկը հայտնվեց հյուրասենյակից, խառնջտված նույն հագուստով, ինչ երեք։ Ուղղվեց սրճեփի մոտ, չնայելով ինձ։ Մենք Անահիտի հետ միշտ միասին էինք պատրաստում նոր տարվա համար, ասացի ես նրա թիկունքին։ Պարզ ընթրիք, միայն ընտանիք, իսկ հիմա սա ավելին է, քան պարզապես ընտանիք, նետեց նա լցնելով սուրճ։ Եվ վերցրեց իմ սիրելի բաժակը, այն, որ Անահիտը նկարել էր իմ 60-ամյակի համար։ Նրա ձեռքը արդեն դողում էր այն ժամանակ, բայց նա ջանում էր։ Մենք մտածեցինք, որ դուք կուզենաս իսկական տոն նշել։ Իսկական նշանակում է։ Իսկ նախկինում Անահիտի հետ ոչ իսկական էր։ Ովքեր են գալու, հարցրի ես։ Սմբատյանները իհարկե։ Աննան հարևան մուտքից, Աշոթը նախկին աշխատանքից, նրա գայանեն։ Գուցե Ռոման, եթե հերթափոխից բաց թողնեն, եւ գուցե Լուսիկի քույրը Գորիսից գա։ 9 հոգի որոշել էինք 6-7-ի փոխարեն։ Դժվարին միջոցառում է ստացվում, նկատեցի ես։ Լուսինեն վերջապես շրջվեց, դեմքը կարմրած գոլորշուց ձեռքերում գտալ։ Նա մի վարքյան հայացքը պահեցին վրա, հետո կրկին դեպի վառարան։ Մենք ուզում էինք, որ ամեն ինչ գեղեցիկ լինի, որ մարդիկ տեսնեն, որ մենք շնորհակալ ենք։ Նա գլխով արեց դեպի ամեն ինչը։ Շնորհակալ, բառը, որից ինձ միայն դառնացավ։ Շնորհակալ եւ միաժամանակ տնտեսում են իմ խոհանոցում, կարծես իրենցը։ Տոնը իմ փողերով, իմ հաշվին, առանց իմ մասնակցության։ Միայն բադը հազարավոր է արժենում։ Եվ դա միայն սկիզբն է։ Ուզում էինք, որ որակյալ լինի, արդարանում էր Հայկը։ Դու ինքդ միշտ ասում էիր, կարևորի վրա մի խնայիր։ Ասում էի, բայց գործիքների, նյութերի մասին, այնինչ դու ինքդ ես անում։ Զրնգաց ժամաչափը։ Լուսինեն շրջվեց դեպի ջեռոցը, հանեց թավան հացիկներով։ Հոտը խոստովանեմ աստվածային էր։ Տաք խմոր, կարագ, բուրավետ համեմունքներ։ Հյուրերը քանիսին, հարցրի ես։ 2-ին, Հայկը ժպտեց, կարծես դա սովորական ընտանեկան երեկո է, ոչ թե ներխուժում։ 5 ժամ,
5 ժամ մինչև իմ տունը լցվի օտարներով եւ այն դադարի իմը լինել։ Ես ինձ սուրճ լցրի այլ բաժակով, որ ինքս վերցրի պահարանից, քանի որ սիրելին արդեն զբաղված էր։ Անցա հյուրասենյակ։ Տոնածառը փոքր էր թվում, կարծես կծկվել էր։ Շուրջը նկուղից հանված աթոռներ, դասավորված շրջանաձև։ Իմ բազկաթոռը հետ քաշված անկյուն, որտեղ ազատվի հյուրերի համար։ Շարժումը սենյակում արագացավ։ Բոլորը բարձրացան, վերցրին բաժակները, ուղղվեցին ճաշասենյակ։ Ես մնացի կանգնած։ Նայում էի, թե ինչպես է իմ որդին հպարտորեն տանում մարդկանց ճաշասենյակ, որոնք մտել էին առանց իմ թույլտվության, սեղանի շուրջ, որի համար ես էի վճարել։ Բոլորը ուրախ ձայներով, շնորհավորանքներով։ Ամեն ինչ նոր տարվա ոգով, բայց ոչ ընտանեկան, ոչ իմ ոգով։ Ես մոտեցա վերջինը։ Ճաշասենյակը փայլում էր մոմերի լույսով, տոնածառը արտացոլվում էր բաժակներում։ Իմ կաղնե սեղանը, որի շուրջ Անահիտի հետ ընթրիքներ էինք անցկացնում, հիմա ծածկված էր սփռոցով, որ առաջին անգամ եմ տեսնում։ Իմ սերվիզը, որ պահվում էր Անահիտի հուղարկավորությունից հետո, կանգնած էր ամբողջ փայլով։ Հյուրերը նստեցին, բոլորը հիանում էին, թե որքան գեղեցիկ է, որքան տոնական։ Ես մոտեցա իմ սովորական տեղը, գլխավորին, որտեղ միշտ նստում էի, որտեղ կտրում էի հնդկահավը, որտեղ Հայկին ստիպում էի մաթեմատիկա սովորել, որտեղ նստած էի Անահիտի հետ, քննարկելով օրը։ Ձեռքս արդեն ձգվել էր։ Հայկը առաջ քայլեց եւ փակեց ճանապարհը։ Կանգնիր։ Այդ մեկ խոսքով սենյակում գերեզմանային լռություն տիրեց։ Մարդիկ սառեցին։ Բոլոր հայացքները մեզ վրա։ Դու չես հրավիրված այս սեղանի շուրջ, անարգող։ Լռությունը բացարձակ էր։ Լսում էի, թե ինչպես է ձյունը շրշում պատուհաններից դուրս։ Աշոտի ձեռքի շիշը սառել էր։ Մարինեն ձեռքը դրեց կրծքին։ Նա բացեց բերանը, բայց ոչինչ չասաց։ Ինչ ասացիր, հարցրի ես հանգիստ, գրեթե շշուկով։ Լսեցիր, ժպտաց նա, գոհ էֆեկտից։ Մենք այսօր հրավիրել ենք նորմալ հյուրեր։ Մարինեն շշնջաց. «Օ, Տեր ջան»։ Ես կանգնած էի, ձեռքս ձգված դեպի իմ տեղը, իսկ իմ որդին, 35 տարեկան տղամարդը, կանգնած էր առաջս ինչպես անցագրային կետի պահակ։ Սենյակը նեղացավ, մարդիկ սառեցին, ոչ ոք չէր սպասում նման բանի։ Ոչ տոնին, ոչ ընդհանրապես։ Աննան փորձեց միջամտել։ Գուցե մենք, բայց Հայկը կտրուկ ընդհատեց։ Ոչ, բոլորը մնում են, նա պետք է լսի։ Լուսինեն կանգնած էր խոհանոցի դռանը, ձեռքերում սրբիչ։ Նա հանդիպեց իմ հայացքին, ոչինչ չասաց, միայն գլխով արեց։ Լուր աջակցեց։ Տոնածառի լույսերը պարում էին պատերին, կարմիր, կանաչ, ոսկեգույն։ Իմ մոմերը, իմ գործիքները, իմ սեղանը։ Որդի, փորձեց ասել Արամը, սա քո հայրն է։ Իսկ նա հարգանքի չի արժանի, հայտարարեց Հայկը։ Նա ամբողջ օրը միայն նստում է, նայում է, կարծես ամեն ինչ իրենն է։ Քանի որ սա իմն է, ասացի ես։ Աշոտը աթոռին շարժվեց, աչքերը դրան վրա։ Երևի սկսել էր մտածել, թե ինչպես փախչել։ Գուցե մենք գնանք, մրմնջաց նա, պետք չէ նրա պատճառով։ Հայկը ձեռքով արեց դեպի ինձ, կարծես օտարի։ Ես լռում էի, կանգնած ուղիղ, նայում։ Մարինեն վերքրեց Հայկի ձեռքը։ Հայկ, եկեք կանգնենք, տոն է, չէ, նոր տարի։ Նա կտրուկ քաշեց ձեռքը։ Ոչ, նա պետք է հասկանա իր տեղը։ Ամբողջ օրերով նստում է, ոչինչ չի անում։ Ես, ով մաքրում է, վճարում, վերանորոգում, ապրում երկուսի համար։ Մոմերը դողում էին քամուց։ Անահիտը երկրորդ անգամ կմեռներ, եթե տեսներ սա։ Ամեն ինչ, ինչ նա սովորեցրել էր որդուն, հարգանք, ջերմություն, ազնվություն, անհետացել էր։ Հայկ, ասաց Աննան նախատինքով։ Բոլորին անհարմար է այստեղ, իսկ ինձ 8 ամիս էր անհարմար, պայթեց նա։ Տուն եմ գալիս, նա նստած է, կարդում է իր գրքերը իմ բազկաթոռին, իմ հեռուստացույցով։ Իմը, իմը, իմը։ Աշոտը դրեց շիշը, կտկոց հնչեց։ Գուցե իսկապես մենք գնանք, պետք չէ հեռանալ, սա մեր երեկոն է, մեր տունը, իմ տունը։ Մարինեն հայացքը թարգմանեց նրանից ինձ վրա։ Երևի սկսեց պատկերը կազմել։ Արմեն, ասաց նա հանկարծ։ Իսկ սա ընդհանրապես ում բնակարանն է։ Եվ ահա սենյակը վերջնականապես սառեց։ Հարցը կախվեց օդում, ինչպես դանակ։ Հայկը ամբողջովին կարմրեց։ Մենք բոլորս այստեղ ապրում ենք, մրմնջաց նա։ Իրավիճակը ոչ այնքան պարզ է։ Ոչ, հանգիստ ասաց Մարինեն, ամեն ինչ շատ պարզ է։ Ում անունով է գրանցված բնակարանը։ Նա շարժվեց։ Սա էական չէ։ Արամը բարձրացավ բարձրահասակ, հանգիստ։ Երբ նա խոսում է, լսում են։ Հայկ, դու հայրիկիդ անարգող անվանեցիր։ Նրա իսկ սեղանի շուրջ, նրա իսկ տանը, նոր տարի։ Դուք չեք հասկանում, Հայկի ձայնը մի քիչ բարձրացավ։ Նա ձևացնում է բարեգործի, իսկ ինքը ամեն ինչ վերահսկում է։ Յուրաքանչյուր դրամը նրա միջով, ամեն ինչ վերահսկում է, վերահսկողություն։ Մինչ դու կնոջդ հետ ծախսում ես իմ փողերը հագուստի եւ գինու վրա։
Վերահսկողությունը այն է, ինչ փրկել է տունը փլուզումից։ Իսկ դու բողոքում ես, Հայկ, միջամտեց Աննան։ Իսկ որքան ժամանակ եք այստեղ ապրում։ Նա հայացքը նետեց դեպի Լուսիկը, հետո ինձ։ Լռություն։ Գարնանից, ասացի ես, գրեթե 9 ամիս։ Եվ այդ ամբողջ ժամանակ առանց վարձի, առանց մասնակցության վճարումներին, ճշտեց Աշոտը։ Լուսինեն, որը կանգնած էր դրանը, հանգիստ արտաշնչեց, կարծես հանձնվեց։ Մենք փորձում ենք ոտքի կանգնել։ Ում ոտքերի վրա։ Մարինեն ուղիղ նայեց նրան։ Ով է վճարում ամեն ինչ, կոմունալները, սնունդը, այս ընթրիքը։ Հարցերը գնացին մեկը մյուսի հետևից։ Հայկի դեմքը փոխվում էր ամեն վարքյան։ Զայրույթ, ամոթ, շփոթություն, կատաղություն։ Դուք ոչինչ չեք հասկանում։ Սա այդքան պարզ չէ։ Կյանքը բարդ բան է, իսկ հոր հանդեպ անհարգալից վերաբերմունքը նույնպես բարդ բան է, հանգիստ ասաց Արամը։ Հայկը շրջում էր, կարծես փնտրում էր ելք սենյակից, որտեղ արդեն ամեն ինչ որոշված էր։ Նա մեզ ճնշում է, ձևացնում է, որ օգնում է, իսկ ինքը… Իսկ դու չափահաս տղամարդ, ասաց Աննան այնպիսի ուժով, որ նրա ձայնը ծածկեց ամեն ինչ։ Իսկ վարվում ես ինչպես պատանի։ Նիհար փխրուն կին, բայց հիմա նա հնչում էր ինչպես դատավոր։ Չափահասները ինքներդ են վճարում իրենց համար։ Հայկի դեմքը աղավաղվեց։ Նա շրջվեց դեպի ինձ։ Սա ամենը ցուցադրություն է։ Նա ձևացնում է, որ աղքատ ծերունի է, իսկ ինքը… Ես կանգնած էի, պարզապես կանգնած, ոչինչ չէի ասում։ Իսկ նա պատռում էր կոկորդը, ձեռքերով թափահարում, բողոքում։ Կարծես իրեն են դուրս հանում ցրտին, ոչ թե ինքն էր կազմակերպել էր այս շոուն։ Հակադրությունը ակնհայտ էր։ Նրա հիստերիան իմ լռության դեմ, նրա մեղադրանքները իմ հանգստության դեմ, նրա պատճառով։ Հայկը ձեռքով արեց դեպի ինձ, կարծես օտարի։ Ես լռում էի, կանգնած ուղիղ, նայում։ Մարինեն վերցրեց Հայկի ձեռքը։ Հայկ, եկեք կանգնենք։ Տոն է, չէ, նոր տարի։ Նա կտրուկ քաշեց ձեռքը։ Անահիտը երկրորդ անգամ կմեռներ, եթե տեսներ սա։ Ամեն ինչ, ինչ նա սովորեցրել էր որդուն, հարգանք, ջերմություն, ազնվություն, անհետացել էր։ Սենյակը դատարանի դահլիճի պես էր, եւ ժյուրին արդեն վճիր էր կայացրել։ Բավական է, ասաց Արամը։ Հերիք է, դու ինքդ քեզ թաղեցիր։ Հայկը նայում էր բոլորին, աչքերում գրեթե սարսափ։ Նա հասկացավ, դիմակը ընկավ։ Ոչ ոք չի հավատում նրան։ Սա վերջը չէ, սուլեց նա, բայց խոսքերը կախվեցին օդում դատարկ։ Ոչ ոք լուրջ չընդունեց։ Սա պարզապես պարտվածի սուլոց էր։ Եվ ահա նա պայթեց։ Աթոռը ճռճռալով հետ թռավ։ Նա բարձրացավ, բռունցքով հարվածեց սեղանին, որ բաժակները զրնգացին։ Բավական է։ Աննան հետ քաշվեց, Մարինեն ճչաց։ Աշոտը սկսեց բարձրանալ, երևի պատրաստ էր պահել, եթե ինչ։ Անմիջապես գնա քո սենյակ, գոռաց Հայկը ինձ վրա։ Անմիջապես, հերիք է այստեղ նստել եւ ձևացնել զոհի։ Նա ձեռքը ձգեց դեպի աստիճանները, կարծես ես երեխա եմ, իսկ նա չափահաս։ Ես մնացի կանգնած, չշարժվեցի։ Եվ այդ լռության մեջ, այդ հակադրության մեջ ամեն ինչ պարզ էր առանց խոսքերի։ Հյուրերը սառեցին, ոչ ոք չշարժվեց։ Հայկ, գուցե բավական է, սկսեց Արամը։ Դուք ամեն ինչ չեք հասկանում, գոռաց նա, արդեն գրեթե սահմանի վրա։ Սա իմ տունն է, ես այստեղ ամեն ինչ եմ կառավարում, ես այստեղ տերն եմ։ Հայկ, ասաց Մարինեն, արդեն ավելի փափուկ։ Նստիր, խնդրում եմ։ Չեմ նստի, գոռաց նա։ Ես իմ տանն եմ։ Նա թող գնա իր սենյակը։ Նա սկսեց քայլել առաջ հետ, ինչպես գազան վանդակում, ձեռքերը սեղմած բռունցքերի, աչքերը ապակե։ Նա նստած է եւ ձևացնում, իսկ ինքը քաշում է բոլոր թելերը։ Ամեն ինչ ուզում է վերահասկել, ամեն ինչ, նույնիսկ օդը սենյակում։ Լուսինեն հետ քաշվեց մի քայլ գրեթե պատին։ Ես սպասեցի, մինչև լռեցին նրա գոռոցները, մինչև հյուրերը դադարեցին դողալ, եւ այն ժամանակ հանգիստ, լուռ, առանց գոռալու ասացի. Մինչև առավոտ դուք պետք է տեղափոխվեք։ Իմ որոշումը, առանց էմոցիաների, ինչպես ինժեներական հաշվարկ, պարզ եզրակացություն, օբյեկտը ենթակա է ապամոնտաժման։ Նա սառեց. Ինչ, մինչև առավոտ, առանց վեճերի, դու չես կարող։ Ես շրջվեցի նրա կողմը, առաջին անգամ այդ երեկո ուղիղ աչքերի մեջ։ Սա իմ տունն է։ Նա հետ քաշվեց մի քայլ, հասկացավ, ամեն ինչ, մեզ գնալու տեղ չկա։ Դու պետք է մտածեիր դրա մասին, նախքան ինձ անարգող անվալելը իմ սեղանի շուրջ, իմ տանը նոր տարի։ Ոչ ոք չշարժվեց, միայն աչքերը շարժվում էին ինձանից նրան եւ հակառակը։ Հայրիկ, խնդրում եմ, նրա ձայնը դողաց, մենք կարող ենք քննարկել։ Ես գնացի դեպի աստիճանները, կրկին ասացի, մինչև առավոտ։ Թիկունքից լռություն, միայն մոմերը ճտճտում էին, եւ ինչ որ մեկը, գուցե Լուսինեն, սկսեց լուր լացել։ Նոր տարվա ընթրիքը, որ Հայկը կազմակերպել էր ցույց տալու, թե ով է այստեղ գլխավոր, դարձավ նրա իսկ անկումը,
եւ դեռ նույնիսկ ժամը 8 չէր։ Աստիճանները ճրջրացին իմ ոտքերի տակ, մինչ ես բարձրանում էի հեռու այդ տեսարանից։ Թիկունքից շշուկներ, շտապողություն, հյուրեր, որոնք նայում են միմյանց, չիմանալով ինչպես վարվել։ Փակեցի ննջարանի դուռը, թիկունքով հենվեցի փայտին, շունչ քաշեցի։ Լռություն։ Ներքևից լսվում էին ձայներ, խուճապ։ Լուսինեն լաց է լինում, Հայկը գոռում է, հետո կրկին լռություն։ Աթոռների ճռճռոց, քայլեր։ Հանեցի բաճկոնը, կախեցի պահարանում, այնտեղ, որտեղ կախված է կոստյումը, որով եղել եմ Անահիտի հուղարկավորությանը, եւ այն, որով ճանապարհել եմ Հայկին ավարտականին, եւ դեռ այն, որով գնացել եմ թոշակի։ Հագուստա կյանքի քրոնիկայի պես։ Ես նստեցի պատուհանի բազկաթոռին։ Փողոցում լապտերներ, հարևաններ, Պետրոսյանները գիրքլենտներով պատուհաններին, ամեն ինչ ինչպես միշտ, ամեն ինչ հանգիստ։ Դռները փակվեցին, մեքենաներ գործարկվեցին, լույսեր ձյան վրա։ Առաջինը Աշոտը գնաց, հետո Սմբատյանները, հետո Աննան։ Բոլորը գնացին, ոչ ոք չմնաց։ Տանը ավելի ու ավելի լռեցավ։ Ներքևից ձայներ, վեճ։ Ինչ որ բան ընկավ։ Գուցե ափսե, նոր տարին ինչ էլ լինի կգա, նույնիսկ եթե այդ երեկո ես դուրս եմ անում սեփական որդուս դռնից։ Ժամը 9-ին ամեն ինչ լռեց, ոչ ձայներ, ոչ քայլեր, միայն սառնարանի գուլգուլոցը եւ ժամացույցի տկտկոցը։ Հավանաբար քնել են հյուրասենյակում կամ փակվել են իրենց մոտ, կամ նստած են պլաններ կազմում։ Իսկ ես առաջին անգամ 8 ամիսների ընթացքում զգացի խաղաղություն։ Առաջինը ինչ նկատեցի առավոտյան լռություն, ոչ ջուր լոգարանում, ոչ հատակի ճռճռոց, ոչ լուսիկի քայլեր հողաթափերով։ Պատուհանից արև, մաքուր ձյուն այգում անձեռնունքթելի, միայն ցանկապատի մոտ նապաստակի հետքեր։ Նայեցի ժամացույցին, 10, 2 ժամ անցել էր ժամկետից, ես նրանց տվել էի մինչև առավոտ։ Լոգանք ընդունեցի, հագնվեցի առանց շտապելու, ամեն ինչ ինչպես միշտ։ Զգուշավոր տապատ, բզով շապիկ, կաշվեգոտի, այն, որ Անահիտը նվիրել էր իմ 20-ամյակի համար։ Յուրաքանչյուր գործողություն կարծես ռիտուալ, ոչ շտապողություն, ոչ խուճապ, հանգիստ պատրաստություն այն բանի, ինչ արդեն վաղուց որոշված էր։ Իջա ներքև, աստիճանները ճռճռում էին իմ ոտքերի տակ, կարծես համաձայնվում էին, ժամանակն է։ Ներքևում քաոս։ Հյուրերը գնացել էին, բայց հետքերը մնացել, դատարկ բաժակներ, ճար պանձեռոցիկների վրա, սառած սնունդ, փշրանքներ սփռոցի վրա, մնացորդներ պատի կաշվի ծամանում։ Կարծես ինչ-որ տարօրինակ վթարից հետո։ Կարծես ամեն ինչ ամբողջ է, բայց տպավորություն կարծես տունը ենթարկվել է հարձակման։ Ամանեղենը, իմ հնապակին, որ գնել էինք Անահիտի հետ։ Անձեռոցիկները կեղտոտ, թանկ բաժակները, բայց հիմա շրթներքի հետքերով եզրերին։ Տոնի հոտը մնացել էր։ Հյուրասենյակի բազկաթոռին Հայկի բաճկոնը, այն 50 հազարանոցը պիտակով, որ հիշում եմ։ Նա գնել էր, ասել էր, ավելի էժանը տարբերակ չկա։ Հիմա այդպիսիք չեն գրում։ Լոգարանի լվացարանում լուսիկի ամեն ինչ։ Գրեմներ, սրվակներ, տուփեր, ինչպես ցուցահանդես, ինչպես հյուրանոցում։ Ես գործարկեցի թեյնիկը, խոհանոցը դեռ հոտ էր գալիս երեկվանից, տապակած, յուղոտ, խառնված օծանելիքի հետ։ Նստեցի սեղանի մոտ, լցրեցի սուրճ։ Պատուհանից տեսարանը հանգիստ, խաղաղ, առաջին անգամ վաղուց։ Եվ լռություն։ Նրանց սենյակից ոչ մի ձայն։ Չեն հավաքվում, չեն խառնվում ճամփրուկների հետ, չեն գրում պայուսակներ, զրո նշաններ։ Ինչպիսի լռություն, վստահ, անհարգալից։ Կարծես խաղադրույք են արել, չի դուրսանի։ Սա պարզապես խոսքեր են, բայց ինձ մոտ արդեն կասկածներ չկային։ Այդ անհարգալիցության գինը որոշված էր։ Առանց 5-ի 11, ժամացույցը տկտկում էր ինչպես թռիչքից առաջ։ Ես արդեն հաշվել էի, ամբողջ 8 ամիսները լսել եմ, համբերել, սպասել։ Իսկ հիմա ժամանակն է գործելու։ Ժամը 11-ին ճիշտ։ Վերևից ճռճռոց։ Քայլեր, խոսակցություններ։ Ինչ որ մեկը գնաց զուգարան, ջուր լցվեց։ Ամեն ինչ առօրյա, կարծես ոչինչ չի եղել։ Ես չշարժվեցի, միայն սպասում էի։ Մի րոպե հետո Հայկը հայտնվեց աստիճաններին, գնում էր ծույլ, այն գիշերազգեստով, որ Լուսիկը նվիրել էր ծննդյան օրը կարծեմ 15,000-ով։ Հիշում եմ, նա դրանով դուրս եկավ կարծես հալաթով, ինքը տերն է։ Բարի առավոտ, հայրիկ, ասաց նա եւ հորանջեց։ Սուրճը ուղակի զարթուցիչ է։ Անցավ կողքովս, կարծես երեկվանը չի եղել։ Կարծես դա պարզապես երեկո էր, ոչ թե հանրային ամոթ։ լցրեց իրեն բաժակ, եւ ոչ պարզ բաժակ, այլ այն, որի վրա գրություն կար, որ Անահիտը ինքն էր արել ձեռքով, լավագույն ամուսնու համար։ Ես միշտ միայն դրանից էի խմում։ Նա գիտեր,
մանրուկ, բայց վիրավորական։ Լավ քնեցիր, հարցրի ես։ Նա ձգվեց հենվեց լվացարանին, բայց լարված իհարկե։ Տոներ, նյարդեր, բայց ամեն ինչ օքեյ։ Ինքդ հասկանում ես, կարծես ոչինչ չի եղել, կարծես դա պարզապես վեճ էր աղցանի պատճառով։ Այո, գլխովարի ես։ Լինում է, նոր օր է, չէ։ Նա նստեց հակառակ, հանգիստ բաժակը դրեց սեղանին, նայում է։ Հայրիկ, ես մտածեցի, երեք էմոցիոնալ էր, բայց դու ինքդ գիտես, ընտանիք է, չէ։ Մենք չափահաս ենք, կհաղթահարենք։ Ընտանիք, այդ բառը կարկատանի պես։ Դրանով Հայկը ծածկում էր ամեն ինչ, եւ պարտքերը, եւ քմահաճույքները, եւ անհարգալիցությունը։ Նշանակում է ամեն ինչ կարգին է, ճշտեցի ես։ Իհարկե, նա խմեց սուրճից։ Նոր օր, ամեն ինչ լավ է, մենք թշնամի չենք։ Ես նայեցի նրան բաժակի վերևից։ Նա արդեն սկսել էր սցենար կառուցել, թե ինչպես մեղմացնել, թե ինչպես թեման փոխել, թե ինչպես ցույց տալ, որ ամեն ինչ նախկինի պես։ Լավ կլինի, երբ հավաքվեք եւ տեղափոխվեք։ Նա սառեց։ Միայն աչքերը մի քիչ թարթեցին։ Ինչ։ Ես լուրջ եմ, 3 ժամկետը առավոտյան էր։ Հիմա արդեն կեսօր է։ Դուք չեք սկսել հավաքվել։ Նա ժպտեց։ Լարված։ Հայրիկ, ինչ ես անում։ Նոր տարին նոր էր անցել։ Բոլոր խանութները փակ են։ Հիմա ուր գնանք։ Քեզ մոտ 8 ամիս կար։ Նա դրեց բաժակը, հարաճեց։ Մենք փորձում էինք, նայում էինք տարբերակներ։ Հիմա շուկան այդպիսին է, դժվար է։ Մենք ջանում էինք։ Պարզապես ծանր է։ 8 ամիս, Հայկ։ Նա լռեց, հետո կտրուկ բարձրացրեց գլուխը։ Լավ, ինչ կանես, եթե մենք չտեղափոխվենք։ Ինչ պլան ունես։ Ես բարձրացա, դանդաղ մոտեցա հեռախոսին, այն, որ պատին կախված է արդեն 20 տարի։ Նա շրջվեց, եւ ես տեսա, դիմակը ընկավ։ Այնտեղ էր այն, ինչ նա թաքցնում էր։ Խուճապ։ Հայրիկ, պետք չէ, կանգնիր, մտածիր։ Իսկ ես արդեն ամեն ինչ մտածել էի։ Դեր գիշերը ամեն ինչ հաշվել էի, կշռել։ 23 րոպե հետո եկան ոստիկանները։ Անկեղծ ասած ավելի արագ, քան սպասում էի։ 2-ով։ Մեկը երիտասարդ, կարճ կտրված, կարծես նոր ակադեմիայից։ Մյուսը տարեց, երևի ոչ առաջին տարին, նման գործերով է գնում։ Հանգիստ, քաղաքավարի, բայց հայացքը սուր։ Բարև ձեզ, ասաց նա Շեմին, նոթատետր ձեռքին։ Մեզ զանգ է եկել բնակության իրավունքի վեճի մասին։ Այո, գլխովարի ես։ Պետք է օգնեք հեռացնել առանց պայմանագրի ապրողներին։ Սա իմ տունն է, ահա փաստաթղթերը։ Ես նախապես ամեն ինչ հավաքել էի։ Սեքականության վկայական, կոմունալ վճարումների կվիտանցիաներ, հաշիվներ, ամեն ինչ իմ անունով։ Տվեցի պապկան, տարեցի ձեռքը։ Իմ թիկունքում միջանցքում հայտնվեց Հայկը։ Նույն գիշերասկեստով, մազերը տարբեր կողմեր, դեմքը գունատ, կարծես նոր հասկացա, որ սա իրական է։ Պարոն ոստիկան, բայց սա աբսուրդ է։ Սա իմ հայրն է, պարզապես վիճել ենք, ընտանեկան, հասկանում եք։ Երիտասարդը թերթում էր փաստաթղթերը։ Տարեցը լսում էր Հայկին, դեմքով մարդու, որ տասնյակ անգամ տեսել է նույնը։ Սկզբում մեզ ընդունել են, հետո դուրս են անում։ Քաղաքացի, հանգիստ ասաց նա, դուք սեփականատեր եք բնակարանի։ Ոչ, բայց պայմանագրով եք ապրում։ Ոչ, մենք լավ, հյուրեր ենք, ժամանակավոր։ Իսկ որքան է ժամանակավորը։ Նա խճճվեց։ Գրեթե 9 ամիս, պատասխանեցի ես։ Ապրիլից։ Պայմանավորվածությունը մի քանի շաբաթ էր մինչև ճգնաժամից դուրս գալը։ Եվ այդ ժամանակից դուք չեք հեռացրել, քանի որ հույս ունեիք, որ որդին ինքը կհասկանա։ Բայց երեք նա ինձ անարգող անվանեց։ Իմ իսկ տոնին, իմ տանը։ Ոստիկանները նայեցին միմյանց։ Փորձը հուշում էր ամեն ինչ պարզ է։ Դուք խնդրել եք նրանց հեռանալ բնակարանից։ Այո, ժամկետ եք սահմանել մինչև այսօր առավոտ։ Նրանք հրաժարվել են։ Երիտեսարդը վերադարձրեց փաստաթղթերը։ Ամեն ինչ պարզ է։ Շրջվեց դեպի Հայկը։ Պարոն, դուք պետք է հավաքեք իրերը եւ հեռանաք ներածքից։ Օրենքով առանց պայմանագրի եւ առանց գրանցման դուք համարվում եք ժամանակավոր բնակիչներ եւ պարտավոր եք հեռանալ սեփականատիրոջ պահանջով։ Սա աբսուրդ է, բորբոքվեց Հայկը։ Ինչպես այդպես, մենք այստեղ ապրում ենք գրեթե տարի։ Առանց պայմանագրի, հիշեցրեց տարեցը։ Աստիճաններին հայտնվեց Լուսինեն։ Հալաթով դեմքը ճմրված, այտուցված։ Լաց է եղել, աչքերը կարմիր, դիմահարդարումը քսված։ Երևի գիշերը բուրն է եղել։ Ինչքան ժամանակ ունենք, հարցրեց նա խուլ ձայնով։ Հիմա հավաքեք անձնական իրերը, մնացածը կարող եք հետո վերցնել, եթե խաղաղ պայմանավորվեք, պատասխանեց ոստիկանը։ Եվ ամեն ինչ գնաց հանգիստ, գործնական, առանց հիստերիաների, բայց յուրաքանչյուր քայլը ատամների վրա ճռալու պես։ Հայկը կրում էր տուփեր, Լուսինեն հավաքում էր կոսմետիկան, փքված գլխարկներ մազերի համար, թանկ կրեմներ։ Այն, ինչ 8 ամիսների ընթացքում տարածվել էր տանը, հիմա 1 ժամում անհետանում էր։ Ես կանգնած էի միջանցքում, ինչպես պահակ, չէի խանգարում, չէի մեկնաբանում։ Ոչ մի ներողություն, ոչ մի շնորհակալություն։
Հարևանները արդեն դուրս էին եկել պատշգամբներ։ Պետրոսյանների երկրորդ հարկում պատուհանը բացված էր։ Փողոցը թատրոնի պես։ Ակտ երկրորդ։ Երեխաները ստանում են ըստ արժանվոների։ Դու մտածում ես, որ հաղթեցիր։ Գորած Հայկը դուրս գալով տուփով։ Մտածում ես, որ սա վերջն է։ Ես նայեցի նրան։ Բարի ճանապարհ, որդի։ Նա հանեց վերջին պայուսակը։ Մեքենայում ճամպրուկ, պայուսակ սնունդով, փաթեց նրա սպորտային կոշիկներով։ Լուսինեն լուր կանգնած էր հետևում, առանց սովորական ամբարտավանության։ Հիմա պարզապես կին առանց տանիքի գլխավերևում։ Սա վերջը չէ։ Նետեց նա, նախքան բագաժնիկը փակելը, բայց նրա ձայնում վստահություն չկար, միայն դատարկ զայրույթ։ Ոստիկանները ձևակերպեցին թուղթը, մաղթեցին հաջողություն, ասացին, եթե սպառնան դիմել։ Բարի օր ձեզ, ասաց старեցը, եւ դիմացեք։ Նրանք գնացին։ Տունը կրկին լցվեց լռությամբ, բայց սա արդեն այլ լռություն էր, ոչ լցված օտար քայլերով։ Սա իմ լռությունն էր, մաքուր, ազատ։ Սեղանին մնացել էին նրանց կյանքի հետքերը, այստեղ հեռախոսի լիցքավորիչ, այնտեղ մազակալ, լոգարանում կրեմի տուփ, սեղանիկի վրա մոռացված ականջակալներ։ Եվ հյուրասենյակի սեղանիկին Հայկի ժամացույցը, այն 55 հազարանոցը, հիշում եմ չեկը։ Նա այն ժամանակ գնել էր իմ քարտով։ Ես վերցրի դրանք, պահեցի ձեռքում, քաշը ինչպես ձուլակտոր, իրական թանկ, մեխանիկական, տղամարդկային։ Բացեցի դուռը, դրեցի հենց շեմին։ Ուզում ես եկ վերցրու, միայն տուն ոգ չդնես։ Արևը ճեղքում էր պատուհաններից, տունը կրկին դարձել էր իմը։ Յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր ստվեր, յուրաքանչյուր իր կրկին իմաստուն էր։ Ավելի պետք չէ բացատրել, թե ինչու եմ կարդում իմ բազկաթորին։ Այսօր ես պարզապես տանն եմ։ Երբ նրանք գնացին, ես դեռ երկար կանգնած էի շեմին, նայում էի, թե ինչպես է նրանց մեքենան անհետանում թեկության հետևում, թե ինչպես է ճանապարհի ձնային շիլան ծածկում անվատողերի հետքերը։ Հետքեր չկան, բայց տպավորությունը մնացել է։ Վերադարձա տուն, փակեցի դուռը, ստուգեցի կողպեքը սովորական 2 կտկոցով, հանգիստ հառաչեցի, մտա հյուրասենյակ, նայեցի շուրջը։ Հիմա ամեն ինչ իմն է, իսկապես։ Բազկաթոռը տեղում, սեղանիկը առանց բաժակների հետքերի։ Տոնածառի լույսերը վառվում են, կարծես ոչինչ չի եղել, բայց ամեն ինչ եղել է։ Դիվանի վրա վերմակը, որ ասեղնագործել էր Անահիտը։ Ես զգուշորեն փռեցի այն, վերցրի հրակարավարիչը, անջատեցի գիրքլենտները։ Այսօր բավական է։ Հերիք է սպեկտակլը։ Անցա խոհանոց։ Տոնական ընթրիքի մնացորդները թվում էին ապացույց։ Ամանեղենը լվացարանում, կեղտոտ ափսեները, չորացած անձեռոցիկները, գինին չխմած բաժակներում։ Նրանց ամբողջ տոնը, ինչպես հարսանիքից հետո, որտեղ փեսան փախել է։ Ես ինձ թեյ լցրի, ոչ սուրճ, թեյ ուզեցա, տաք, պարզ, տնային, անցա կաբինետ, այնտեղ մաքուր է, կարգուկանոն, ամեն ինչ տեղում, լուսանկարներ, գրքեր, նոթատետրեր, անկյուններ, որոնցում ոչ ոք չի խառնվել, չի դրել պայուսակներ, չի ցրել իր լիցքավորվող գաջետները, իմ գրառումները, իմ գրիչները, իմ մտքերը, ամեն ինչ կրկին իմը։ Նայեցի պատուհանից, հարևանները արդեն հանել էին լույսերը, տոնը գնում է, կյանքը վերադառնում է, Պետրոսյանները ինչպես միշտ շտապում են, Պապը բանյա է տաքացնում, տատը դույլով վազում է, սովորական գործեր, սովորական մարդիկ, սովորական կյանք։ Եվ այդ սովորականում ինձ հեշտ դարձավ։ Առաջին անգամ 8 ամիսների ընթացքում ես անցա սենյակներով, մաքրեցի դանդաղ, դասավորեցի իմ իրերը տեղերը, բարձրացա ձեղնահարկ, հանեցի ջենապակին, դեռ շուտով այն ինձ պետք չի գա։ Հյուրասենյակում անկողինը չծածկված, հագուստը նետված ինչպես եղել է, ամեն ինչ հավաքել են շտապով։ Լուսիկի պատուհանի գոգին տուշ, զարդեր, բրոշկա, ոչինչ թանկ, բայց շատ։ Նրանք ապրել են այստեղ ինչպես բազայում, ամեն ինչ տարածել, ամեն ինչ քանդել, իսկ ես միայն նայում էի։ Հիմա նայել պետք չէ, անցա լոգարան։ Սրբիչները օտար, մոնոգրամով։ Դեն նետեցի պարկի մեջ, ատամի խոզանակները, աղբը, կրեմները, շամպունները, դիմակները նույնպես։ Ամեն ինչ հավաքեցի, մաքրեցի։ Տունը սկսեց շնչել։ Հետո անցա նրանց նախկին սենյակով, բացեցի պատուհանը։ Ձնարատ օդը անմիջապես ներխուժեց ներս, թարմ, սուր, ինչպես ապտակ։ Ես կանգնած էի եւ շնչում։ Գլխում լռություն, ոչ նախաթինքներ, ոչ սխճումներ, միայն խաղաղություն։ Անահիտը կհասկանար, նա լուր կմոտենար, կգրկեր։ Կասեր, դու ամեն ինչ ճիշտ արեցիր Արմեն։ Ես լսում էի դա, կարծես նրա ձայնը իմ հետ էր։ Նրա ձայնը իմ հետ էր։ Հյուրասենյակի պատուհանի գոգին մնացել էր շրջանակ լուսանկարով, մենք երկուսով, նրա սիրելին։ Վերցրի, դրեցի կոմոդի վրա։ Թող նայի, թող տեսնի, որ ես հաղթահարեցի։ Ինձ եւս թեյ լցրի։ Տաքացրի մնացած կարկանդակը, այն, որ ես ինքս էի թխել 2 օր առաջ։ Նրանք նույնիսկ չէին դիպել։ Նրանց պետք էին ծովախրեցկետին եւ ռուկոլա, իսկ ինձ
տաք կարկանդակի կտոր եւ լռություն։ Նստեցի բազկաթոռին։ Վերցրի հին գիրք, մաշված։ Բացեցի էջանիշի վրա։ Առաջին անգամ վաղուց կարդացի էջը սկզբից մինչև վերջ։ Առանց լսելու, առանց ներս նայելու։ Կարդացի, հասկացա, հիշեցի եւ ժպտացի։ Յուրաքանչյուր շարժումով կարծես դուրս էի հանում այն, ինչ կուտակվել էր ամիսներով։ Գրգռվածություն, հոգնածություն, ներքին լարվածություն։ Ավարտեցի։ Ուղղվեցի, նայեցի շուրջը։ Տունը կանգնած էր ինչպես միշտ։ Ամուր, հուսալի։ Իմ տունը։ Ոչ ոքի, այլ հենց իմը։ Հարևանը մյուս մուտքից ձեռքով արեց պատշգամբից։ Արմեն, ինչ ես այդքան ուրախ, գոռաց։ Ես շպտացի։ Լավ քնեցի։ Ահա եւ ուրախ եմ։ Քեզ բախտ է վիճակվել, ասաց նա։ Ինձ մոտ դուստրը ամուսնու հետ տոներին եկել են։ Տունը գլխի վայր են շրջել։ Ես չպատասխանեցի։ Միայն գլխով արի։ Ամեն ինչ հասկացավ, բայց ոչինչ ասել պետք չէ։ Երեկոյան ես կրկին վառեցի գիրքլենտները։ Ոչ ինչ որ նեկի համար, այլ պարզապես ինձ համար։ Նստեցի բազկաթոռին։ Բացեցի գիրքը։ Առաջին էջում էջանիշը, որ Անահիտն էր կտրել բացիկից։ Որտեղ գրված էր. Տունը այնտեղ է, որտեղ քեզ հարգում են։ Ես մատով անցա գրության վրա եւ շպտացի։ Հիմա կրկին այո։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին եւ կիսվեք ձեր տպավորություններով մեկնաբանություններում։